Զրուցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, նախորդին Իլհամ Ալիևը նոր հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ իր երկիրը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին, նշելով, որ Երևանը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգել Մեծամորի ատոմակայանի շահագործումը, եւ այս անգամ եւս ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ հենց Ալիևից մենք իմացանք, որ Հայաստան ադրբեջանցի մասնագետներ են եկել ինչ որ չափագրումներ անելու համար, էլեկտրահաղորդման սյուների տեղերը որոշելու համար։ Կխնդրեմ ասեք, ինչի մասին էր այս անգամվա Ալիևի հայտարարությունը, որը այդպես էլ չհերքվեց իշխանության կողմից, եւ ովքեր են այդ մասնագետները ադրբեջանցի, ովքեր իրավունք, հնարավորություն են ունեցել գալ Հայաստան եւ ինչ որ գործողություններ իրականացնել։ Ես չգիտեմ ովքեր են այդ մասնագետները, ես պարզապես գիտեմ մի բան, որ Ալիևի սանդարտակ, եթե կցանկանաք հղպացած, տոնայնությունը խոսակցության, որ այդ մարդը հայացքան եւ այս իշխանության շատ լավ բարեկամի միջայլոց, Ոմն Ալիևը նստած Հայաստանի տարածքների մասին է խոսում, ադրբեջանցիներ են եկել, էս են արել, չգիտեմ, ատոմակայանի մասին է խոսում, էլեկտրոէներգիա իբր մեծ կտան, բան եւ այլն, սա հստակ, գիտեք, նույնիսկ հոգեբանական առումով ցույց է տալիս, որ այդ իշխանությունը ըստ կոլոբրանտ է, այդ իշխանության լիազորությունները տարածում են Հայաստանի Հանրապետությունում երկու ուղղությամբ, դա ընդդիմությանը ճնշել, բանտերը լցնել, մարդկանց լռեցնել, խաբել, կերեկել, ստել, եւ երկրորդը պարքիաոճար ստանալ, ուրիշ ոչ մի գործառույթ այս իշխանությունը չունի, քանզի հանդիսանում է թուրք-ադրբեջանական տանդեմի ըստ էության կատարածը, ինչը վերահսկատեց Ալիևը, ընդ որում շատ գիտեք հետաքրքիր էր արձագանք հայկական կողմի, որով դե եկել էին, մենք էլ դրա մասին ասել էինք, գիտեք, արդեն լուրջ քննարկել եւ մեկնաբանել հակահայկական քաղաքականությունը իշխանությունների չի ստացվում, ինչը ըստ էության վերահսկատեց Ալիևը։ Կխնդրեմ մեկ էլ ասեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ իրենք կարող են էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին, մասնավորապես մեզ համար ինչ է նշանակում։ Սա կարող է ենթադրել, որ Հայաստանը կարող է լինել էներգետիկ ճգնաժամի մեջ եւ այսպես որպես բարի կամքի դրսեւորում, ինչպես օրինակ սկզբում Արցախի դեպքում էր, Ադրբեջանը օգնության հասավ եւ հետո արդեն էլի Արցախի օրինակով տեսանք թե ինչ եղավ։ Ոչ, ուրեմն տեսեք, Ադրբեջանի Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի զրկել էներգետիկ ինքնաբավությունից, որի հիմնասյունն է ատոմակայանը։ Այստեղ Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանի ներկայիս իշխանությունը աշխատում են մի ուղղությամբ, մի գործընկերային եռանկյունի պարագայում, երբ որ երեքն էլ ըստ էության ամեն մեկը իր մասով, թուրքերը իրենց մասով, կովկասյան թաթարները, այսինքն ադրբեջանցիները այլ մասով, նրանք իրանց մասով, ասում են, որ ատոմակայանը պետք է փակվի։ Հիմա ատոմակայանը փակվելու ալտերնատիվ առաջարկում են գոյություն չունեցող պրոյեկտ, որը կոչվում է մոդուլային ատոմակայան։ Այսինքն փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ։ Եվ երրորդը, Ադրբեջանին ծայրահեղ կարևորություն է տալիս Հայաստանի Հանրապետության կարևորագույն ոլորտների ոչնչացման կամ վերահսկողության տակ վերցնելու, քանզի այլ պարագայում իրանք չեն կարող վերահսկել Հայաստանի պայմանական, էթնոքրատական եւ քաղաքագիտական ստիլը ուղին դեպի ուր ենք մենք շարժվում։ Իսկ շարժելով այդ ամենը, այո, իրենց առաջարկը դա գիտեք երկու հանգամանք ունի, առաջինը այդ յադեն ուրդուս գիտի որ պետք է բանը փակվի ատոմակայանը, ասենք դրանից, Ալիևի մասնա խոսքը գնում, այսինքն փակվի առանց վերականգնվելու եւ ալտերնատիվա ունենալու, էլի դրա մասնա խոսքը գնում։ Այո։ Եվ երկրորդը, եթե դա այդպես է, ապա մարդը երկու կոպեկի խելք ունենա, չէ՞, ու հասկանա, որ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի հեղինակը, երբ որ առաջարկում է Հայաստանին կախվածության մեջ ընկնել իր էներգետիկ, էլեկտրոէներգետիկայի մասնախոսքը գնում,
այդ ամբողջ ոլորտից, ուրեմն ինքը այստեղ առաջ է մղում ի սկզբանե դոկտրինալ տեսլականը Հայաստանի թուլացում կամ կախվածության մեջ գցելու գործընթացներ ի վերջո արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը իրատեսական դարձնելու համար։ Դա է։ Պարոն Աբովյան, եթե մեզ լսողների համար ավելի պատկերավոր ասենք, ինչ է սպասվում այս իշխանության կառավարության վերընտրվելու առաջիկա ամիսների ընթացքում, որովհետև ըստ էության մենք հեռավոր ապագայի մասին չենք խոսում, հակառակը մենք խոսում ենք առաջիկայի մասին։ Մեզ ինչ է սպասվում, եթե ավելի պատկերավոր կերպով փորձենք հասկանալ, ինչ է սպասվում սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր երկրում։ Երեք բան, ուրեմն առաջինը տնտեսական առումով ստանալու ենք տարագույն իրավիճակ, քանզի մի քանի 100,000 մարդ այս իշխանության ճակերտներում թեթև ձեռքով զրկվեցին ապրելու հնարավորությունից, խոսքը գնում է գյուղացիների, խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի հիմնարկների, հեռացված մարդկանց մասին, մի խոսքով այն զանգվածի, որը ըստ էության այդ իշխանության կողմից չի դիտարկվում որպես ապրելու իրավունք ունեցող իսկ հայրենիքում զանգված, այսինքն։ Երկրորդը, այո, գովազդվելու է շատ ակտիվ արևմտյան Ադրբեջանի սահմանադրությունը, որը այս իշխանությունը քողարկելու է սահմանադրական փոփոխությունների կողի ներքո, այսինքն արևմտյան Ադրբեջանի սահմանադրությունը ներկայացվել է որպես 4-րդ հանրապետության սահմանադրություն, որպես անհրաժեշտ միջոց, որ պատերազմ չլինի մարդկանց լծիաբար շանտաժի են ենթարկելու, ասել են, եթե դուք չհամաձայնվեք սահմանադրության փոփոխմանը, ապա պատերազմը սկսելու թույլ կգալու է մեր սպանի, մորթի, հեսանի ենանի։ Այսինքն լրիվ թուրք ադրբեջանական կոնցեպտի իրականացումը եւ երրորդը Հայաստանը անխուսափելի վերածվելու է աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կետի։ Խոսքը գնում է եւ դա այս իշխանությունն է արել, երբ որ գնացելով գլուխը խցկելա Ռուսաստանի եւ Արևմուտքի այդ նախապատերազմական իրավիճակի մեջ։ Հիմա Իրանի հետ են սկսում բան անել, էլի տենց բացասական առումով խաղեր տալ։ Մի խոսքով լավ բան չի սպասում, սա վստահաբար եմ ասում, ստարտափով եմ ասում, որովհետև ապրում եմ Հայաստանում, իսկ ստարտափում եմ ոչ թե եւ ոչ այդքան իմ համար, որովհետև ես պատկերացնում եմ իրավիճակը, այլ իմ ստարտափ այն մարդկանց համար, որոնք շատ քիչ են, բայց այնուամենայնիվ թերևս հավատում են այն թրքամետ հակահայկական հեքիաթներին, որոնցով կերակրում է իրենց այս կոլոբրանտ իշխանությունը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։